Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ UNICEF-ը եւ հանրային հեռուստաընկերությունը ներկայացնում են։ Կարծում եմ, որ ծնողները հաճախ արգելում են դեռահասներին աշխատել երկու հիմնական պատճառով։ Մեկը, որ կրթական ճանապարհից իրենց կողմից գծված կարող է շեղվեն, եւ երկրորդը ամեն դեպքում այդ տարիքում դեռևս ծնողները ունեն ցանկություն շատ պաշտպանել երեխային, իսկ դա հնարավոր նոր ռիսկեր, կարծիքներ, միջավայր է, որը որ իրենց կառավարումից դուրս է։ Շատ կարևոր է, որ դեռահասները կամավորական աշխատանք կատարեն, քանի որ այդ աշխատանքը նրանց համար ստեղծում է հետևյալ հնարավորությունները։ Փոխօգնության մշակույթ են սովորում են նոր միջավայրում այլ մարդկանց հետ աշխատել։ Քանի որ իրանք երիտասարդ են, ունեն չասենք անսահմանափակ, բայց ավելի մեծ ժամանակ փորձելու իրենց տարբեր տեղերում, հետագայում ավելի հեշտ կլինի գտնել այն աշխատանքը, որը իրանց ավելի հաճելի կլինի։ Յուրաքանչյուր նոր սերունդ շատ ավելի խելացի, ճկուն, ճարպիկ եւ ժամանակակից պայմաններին ավելի հեշտ է ադապտացվում, քան նախորդ սերունդը։ Պատկերացրեք 16-ամյա դեռահասի, որը առավոտից երեկո եղանակային ցանկացած պայմաններում ծանրություններ է քարշ տալիս ընտանիքի ազգականին պատկանող արտադրամասում։ Նա չունի պայմանագիր, աշխատավարձի չափը փոփոխական է ըստ գործատիրոջ հայեցողության։ Պատկերացրեք նույն տարիքի մեկ այլ դեռահասի, որն աշխատում է հեղինակավոր կազմակերպությունում, աշխատանքի է գալիս խիստ սահմանված կարգով, դասերից ու պարապմունքներից հետո ունի պայմանագիր հստակ շարադրված իրավունքներով ու պարտականություններով։ Այդ երկու անչափահասներին միավորում է աշխատելու փաստը, իսկ թե ինչն է բաժանում, մեկ նախադասությամբ չես ասի։ Ծնողական ժողովում այսօր խոսելու ենք անչափահասների աշխատելու կարևորության, նրանց աշխատանքային իրավունքների, աշխատանքի կանխատեսվող առավելությունների, բացահայտ ու թաքնված վտանգների մասին։ Միացեք մեզ։ Բարև ձեզ հարգելի ծնողներ, շնորհակալություն, որ միացել եք ծնողական ժողովի այս քննարկմանը։ Խնդրում եմ կիսվեք ձեր փորձով։ Արդյոք դուք ունեցել եք աշխատելու փորձ դպրոցական տարիներին ուսանողության շրջանում, եթե այո, ինչ է սա ձեզ տվել։ Ես ճիշտ ասած 14-15 տարեկանից կամավորական աշխատանք իրականացրել եմ։ Բախտա ինձ վիճակվել Ամերիկայում սովորել 1 տարի դպրոցական տարիների ընթացքում եւ այնտեղ եւ կամավորություն եմ արել եւ աշխատել եմ ու շատ տարբեր բաներ, չգիտեմ, այգեգործությունից սկսած, երեխաներին խնամքով վերջացրած ու շատ տարբեր բաների կամավորություն ու այն վաղ տարիքի կամավորություն աշխատանքը ինձ ամենաշատը տվեց երկու բան, մեկը ավելի լավ ես սկսեցի հասկանալ իմ ուժեղ ու թույլ կողմերը, այսինքն այդ ինքնագիտակցություն, ինքնագնահատականը ոնց որ ավելի լավ ես կարողանում հասկանալ, ինչն է քո մոտ հեշտ ստացվում, ինչը դժվար, եւ երկրորդը երբ որ շատ բաներ ես փորձում ավելի հեշտ ես կողմնորոշվում, ինչն է քեզ դուր գալի, ինչը չէ։ Երբ որ դու ինքդ գնում փորձում ես, ավելի լավ ես առաջին իլյուզիաներից դուրս գալի, թե իսկապես օրինակ խոհարար լինելը կամ այգեպան լինելը կամ բանկիր լինելը ինչա նշանակում եւ նաեւ ոնց որ արդյոք քեզ դա դուր է գալի առհասարակ արդեն պրակտիկ միջավայրում, թե չէ։ Ու ես միշտ ասում եմ, որ այդ 15-ից 18 տարեկան ինչքան շատ բան փորձել, շատ տարբեր, նույնիսկ եթե դու որոշել ես, որ դու իրավաբան ես դառնալու, այդքան ավելի լավ կկողմնորոշես իսկապես դու ինչ ես ուզում դառնաս ու ինչու։ Շնորհակալ եմ, Լիլիթ, խնդրեմ։ Իմ առաջին փորձը եղել է ԱՄՆ-ում, երբ որ ես մեկնեցի երկրորդ կուրսում ուսանելու 1 տարով իմ մյուս ընկերների հետ, որոնք նախկին Սովետ միության երկրներից էին, մենք անմիջապես գտանք աշխատանք, երբ որ գիշերը մեր հանրակացարանի ընդունարանում հերթապահում էինք եւ դա ժամավճար էր։ Եվ դա իմ կյանքում իրոք հեղափոխություն էր բոլոր առումներով, որ ես կարող եմ աշխատել եւ գումար ունենալ եւ ես կարող եմ դրան զուգահեռ սովորել եւ երբ ես վերադարձա Առաջինը, որ մամայիս ասել եմ, ես կուզենայի գնալ միտեղ կամավորություն անելու եւ մենք էլի այդ պահին ընդամենը կար ՄԱԿ-ի գրասենյակ եւ մեր հարևանուհին այնտեղ էր աշխատում եւ մամաս ուղակի իրեն զանգահարեց եւ ՄԱԿ-ի գրադարան կար ժամանակին, որ հիմա չկա եւ այդտեղ սկսեցի կամավորություն, որը հետագայում հաջորդող տարիների ամբողջ կարիերայի համար
ինձ համար ստեղծել է կապեր, միջավայր եւ հարաբերություններ, որ մինչեւ այսօր ես կիրառում եմ եւ որոնք իրոք փայփայում եմ։ Առաջին կուրսից սկսած աշխատել եմ եւ ավելի շատ այդ աշխատանքը նման էր հասարակական աշխատանքի, որովհետեւ վճարվում է շատ քիչ, շատ ուշ, բայց անկախ ամեն ինչից ինձ բացարձակ հետաքրքիր չէր վարձատրության քանակը, ինքնամոռաց աշխատել եմ։ Ես գնացի զուտ սովորելու, թե ինչպես պետք է ճիշտ գրել տեքստերը, ինչպես պետք է ճիշտ աշխատել կամերայի հետ եւ մեծ փորձ տվեց ինձ այդ աշխատանքը, թե սովորելու առումով, որովհետեւ առաջին հերթին կամավորական աշխատանքի երբ որ մենք կատարում ենք, մենք շատ բան պրակտիկան սովորում ենք։ Մենք այդ ամենը չենք սովորում մեր բուհերում։ Գործընկերները ինչպես էին ձեզ վերաբերում, ավակները։ Շատ ավակներ փորձում էին սովորացնել։ Կային ավակներ, ովքեր որ սենց մատների արանքով էին նայում։ Թերահավատ էին մի քիչ։ Թերահավատ էին, բայց դա էլ շատ նորմալ բնական է կյանքի դպրոցա, որովհետև դու սովորում ես գոյատևել, պայքարել քո տեղի համար մեծ կյանքում, որը որ տալիս է անգամ անբարյացակամ վերաբերմունքը ավակների կողմից։ Նման փորձ ունեցել եմ, որը որ այդ ժամանակ ինձ վշտեցնում էր, վրդովեցնում էր, բայց նաև ես կոփվեցի հենց այդ անբարյացակամ վերաբերմունքի շնորհիվ նաև, ինչի համար առ այսօր շնորհակալ եմ նաև այդ մարդկանց։ Իմ փորձը մի քիչ ավելի ուշ էր, ես ուսանողական վերջին տարվա ընթացքում սկսեցի աշխատել, ծանոթի մոտ կարելի ասել արտադրամասում էր, ծանր բաներ քարշ չէի տալիս, բայց շատ մանրակրկիտ դժվար աշխատանք էր ուսանողի համար, որը երբեք չէր աշխատել, բայց որը պետք է սկսեր ինչ-որ տեղ, ինչ-որ ձև իր աշխատանքային ուղին կառուցել։ Ինչ փորձ տվեց, երևի նշեմ այն փորձը, որ ես հասկացա, որ իրոք պետք է սկսել աշխատել վաղ տարիքից, քանի որ բացի գրպանի գումարից դու նաև սկսում ես շփվել տարբեր մարդկանց հետ, տարբեր ոլորտներում աշխատող մարդկանց հետ եւ դա քեզ հետագայում օգնում է հասկանալ, թե որ ոլորտում ես դու ուզում շարունակել քո հետագա աշխատանքը։ Նկատել եմ, որ անչափահասների աշխատելու մասին քննարկումներում զրուցակիցները բաժանվում են երկու հիմնական խմբի։ Մի խմբում մարդիկ են, որոնք հիմնավորում են անչափահասի աշխատանքային փորձառության կարևորությունը, իսկ մյուս խմբից հնչում են թերահավատության, անհանգստության, վախի արձագանքներ։ Հաճախ կարելի է լսել նաև այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են. ինչու իմ երեխան պետք է աշխատի կամ իմ երեխան չպիտի աշխատի։ Իսկ ինչպես են անչափահասների աշխատելու հանգամանքը գնահատում մեր երկրի տարբեր անկյուններում ապրող չափահաս ու անչափահաս մարդիկ եւ այդ նույն մարդկանց կարծիքով, որոնք են այն ոլորտները, ուր չպետք է ներգրավվեն անչափահասներն իբրև աշխատող։ Նայած ինչ բնույթ է կրում աշխատանքը, եթե աշխատում են, որովհետև ընտանիքը անապահով է եւ կարիքից դրդված են աշխատում, միանշանակ վատ է, բայց եթե խոսքը գնում է կամավոր աշխատանքի մասին, որը ես շատ եմ կարևորում, այդ դեպքում միանշանակ դրական եմ վերաբերվում։ Աշխատելը լավ բան է, դարձնում է իրենց ավելի ինքնուրույն, ավելի ինքնավստահ, բայց լինի ծնողի հսկողությամբ աշխատանքը։ Լավ է, աշխատասիրությունը լավ բան է, բայց որ չաշխատեին ավելի լավ կլիներ։ Միանշանակ լավ է, որովհետև հենց փոքր տարիքից ձեռք են բերում ինքնուրույնություն։ Որպես ծնող կարող ասեմ, որ անչափահասները իրավունք ունեն աշխատել։ Մենակ մեծերը հացակը բռնի, որ նոր աշխատի, թե չէ անչափահասը ո՞նց է դա աշխատի։ Հաճելի է, որ զգան ինչպես են փող վաստակում իրենց ծնողները, գնահատեն իրենց ծնողների աշխատանքը, վատ է, որ կարիքից ելնելով են երբեմն աշխատում։ Կարծում եմ, որ լավ է, որովհետև որոշ չափով սկսում են օգնել իրենց ծնողներին ու որոշ չափով սկսում են անկախանալ։ Եթե ընտանիքում ծնողները աշխատում են եւ բավարարում են երեխաների պահանջները, ինձ թվում է նորմալ չի, որ անչափահասը աշխատի։ Դե ես չեմ աշխատում, այս տարիքում ամենակարևորը ուսումն է իմ կարծիքով, եթե այս պահին ուսման ավելի շատ ուշադրություն դարձնեն, ապագայում ավելի լավ եւ ճիշտ աշխատանքներ հնարավոր է գտնել։ Անչափահասների աշխատել միանշանակ ես չեմ ընդունում, որովհետև երեխան ցանկացած տարիքում մինչև չափահաս դառնալը պետք է իրեն
տա կրթությանը։ Իհարկե վատ է, անչափահասը պետք է իր տարիքային նորմին համապատասխան կրթություն ստանա։ Երբ որ կրթությունը նորմալ ստացավ, նորմալ մասնագետի որակավորում ստացավ, որս այդ ինքը կարող է աշխատել։ Լավ է, այստեղից հասկանում են աշխատանքի գինը։ Ինձ համար վատ։ Բայց կան ընտանիքներ, որտեղ անհրաժեշտություն է։ Անհրաժեշտությունից ելնելով կարելի է, բայց գովելի չի։ Պետք է զբաղվեն իրենցով ինքնակրթությամբ, իրենց ապագայի հարցերը կարգավորեն կրթվելով, սովորելով։ Երևի այնպիսի աշխատանք, որ ինչ-որ առողջական վնաս կարող է հասցնել երեխային, ֆիզիկապես երեխան, չգիտեմ, տանջվի, որտեղ այդ տարիքում օրգանիզմը դեռ պատրաստ չի այդպիսի ինչ-որ ծանրաբեռնված աշխատանքի։ Անչափահասները պետք է ֆիզիկական աշխատանք չանեն, ասենք շինարարությունում։ Հավերում չեմ ուզի աշխատեն, շատ կան, որ աշխատում են։ Չեմ ուզի անեն այն աշխատանքները, որը որ երեխային դեպի վատ կողմ կտանի։ Օրինակ, շատ ծանր աշխատանք, չափահասի ձևավորման փուլում է նրա օրգանիզմը եւ ֆիզիկապես եւ ինքը նաեւ մտքով, հոգեպես կյանքի փուլերի է պատրաստվում եւ ֆիզիկական ծանր աշխատանքը նրա մոտ կարող առաջացնի, ասենք, թեկուզ ողնաշարի ինչ-որ խնդիր։ Երևի աշխատանք, որը վատ կանդրադառնա իրենց առողջության, մտավոր զարգացվածության վրա, օրինակ շինարարություն, ծանր աշխատանք, իրենց տարիքին ոչ համապատասխան եւ աշխատանք, որտեղ նրանք լիճանում են, այլ ոչ թե ինչ-որ զարգանալու հնարավորություն ունեն։ Ինչու են ծնողները հաճախ արգելում երեխաներին աշխատել։ Կօգնի հասկանալ հոգեբան Թագուհի Մակարյանը։ Բարև ձեզ, Թագուհի։ Բարև ձեզ։ Ձեր դիտարկմամբ ինչու են արգելում։ Արգելքի պատճառները կարող են շատ բազմազան լինել։ Առաջինը, որ երեխան աշխատանքի գնալով կարծես թե ծնողի վերահսկողության տիրույթից դուրս է գալիս երեխան եւ դա հաճախ անհանգստացնում է ծնողին։ Շատ տարբեր վախեր կարող է բնորոշ լինել ծնողին այս կոնտեքստում, թե ում մոտ է երեխան աշխատելու, ինչ պայմաններում։ Եվ երրորդ, արդյոք դասերը եւ կրթությունը չեն կարող տուժել երեխայի բազմազբաղ լինելու պատճառով։ Ծնողների վախերը ինչ-որ տեղ նաև անհիմն չեն լինում ու արդարացված են լինում, եթե նույնիսկ ծնողը հասկանում է, որ կա առավելություն, բայց ունի որոշակի վախ ու տագնապ, ինչ խորհուրդ կտաք անել։ Թերևս ծնողի ուշադրությունը հրավիրենք այն կարևոր գործոնների վրա, որ նախ անչափահասի աշխատելու որոշմանը գալը օգնում է շատ տարբեր ասպեկտներով եւ ինքնաբացահայտմանը եւ իր հնարավորությունների ճանաչմանը, հետագա մասնագիտական կողմնորոշմանը, ի վերջո ֆինանսական գրագիտության եւ իրավական գրագիտության բարձրացմանը։ Մի կարևոր հանգամանք կա, մենք գիտենք, որ ծնող եւ երեխա դեռահասության տարիքում կոնֆլիկտի հիմնական պատճառներից մեկը նաեւ հանդիսանում է այն, որ երեխան ուզում է իրեն լիիրավ, հավասար լիիրավ զգալ, որ ես արդեն մեծ եմ, ընդունեք իմ մեծ լինելը եւ հենց դրանով է պայմանավորված այդ տարիքը կոչել ճգնաժամային եւ աշխատանքի մեկնելը կամ աշխատելու ցանկությանը հագուրտ տալը, այսպես թե այնպես օգնում է երեխային իրեն մեծ զգալ, գումար վաստակել, ժամանակին հասնել աշխատանքի եւ կարծում եմ այս բոլորը նախադրյալներ են մեծանալու ճանապարհին առավել հմտանալու, հա, այդ մեծանալու փորձառության մեջ լինելու։ Մեր անչափահաս կամ չափահասության սահմանը նոր հատած զավակների գործատուները մոտավորապես մեր հասակակիցներն են։ Իսկ ինչ ենք անում աշխատաշուկա մտնել պատրաստվող նոր սերնդին, ավելի լավը, կիրթ, հաստատակամ, պարտաճանաչ, կարգապահ, կատարելագործման ձգտող մարդ դարձնելու համար։ Թեման կշարունակենք ծնողների հետ, Թագուհի, խնդրեմ համեցեք։ Պատրաստվելով այս հանդիպմանը ես մի փոքր ուսումնասիրեցի միջազգային փորձը, մասնավորաբար ֆորումները, որտեղ քննարկվում են զումերների, Z սերնդի աշխատաշուկայում առկա խնդիրները։ Նկատեցի, որ քննարկվող հանգամանքներից մի քանիսը հաճախակի են կրկնվում ու առաջացավ հարց, իսկ գուցե այդ խնդիրները ծնողավարման որոշակի միտումների հետևանք են։ Այլ կերպ ասած, գուցե մենք անում ենք կամ չենք անում որոշ բաներ, որոնց հետևանքներին հետագայում բախվելու են մեր երեխաները։ Հիմա փորձելու ենք հասկանալ մեր սխալները, որպես ծնողներ, ինչ ենք մենք անում կամ չենք անում, ինչպես արդեն ասվեց, որը գուցե խանգարում է մեր
երեխաներին հետագայում։ Մենք ունենք ծրարներ, խնդրում եմ փոխանցեք իրար եւ ծանոթացեք բովանդակությանը։ Դուք կընթերցեք ծնողական մարտավարության այս տեսակները, կտաք ձեր մեկնաբանությունը եւ կլսենք Թագուհու մասնագիտական փորձի դիտարկումները այս առնչությամբ։ Եթե պատրաստ եք, սկսենք։ Ծնողները չեն խրախուսում երեխայի ինքնուրույնությունը, չեն նպաստում նոր հմտությունների ձեռքբերմանը, չեն օգնում ավելի խորքային եւ արժեքավոր գիտելիքներ ձեռք բերել նախընտրած ոլորտներում։ Հետևանքները շատ ցավալի կլինեն, որովհետև երեխան կմեծանա բամբակների մեջ, ոչ թե նոր բան չի սովորի, այլ կսովորի մենակ այն, ինչ որ կթելադրվի ծնողների միջոցով, որը հենց ինքնուրույնության մասին է ստե խոսում, չի խրախուսվի երեխայի ինքնուրույնությունը, հետագայում ավելի բարդ իրավիճակներում որոշումներ կայացնել չի կարողանա առանց ինչ-որ մեկի օգնությանը եւ շատ բարդ ապագա կունենա։ Ինչ անենք, որպեսզի չգանք այս խնդրին նման հետևանքներով։ Նկարագրված օրինակում ակնհայտ էր, որ ծնողավարության ավտորիտար ոճներ, այսինքն ծնողները կանխատեսում են, որպեսզի երեխան անի ամեն բան այնպես, ինչպես իրենք են որոշում, եւ ցանկացած երեխայի նախընտրություն չի խրախուսվում, հետեւաբար չի ոգեշնչվում երեխան եւ երեխան մեծանում է այս իրավիճակում բնականաբար դժվար որոշում կայացնող, անվստահ եւ մի սպասում այն մեկին, ով որ պետք է ասի իր գործողությունների հետագա ընթացքը որը պետք է լինի։ Եթե դիտարկենք այս երեխային աշխատաշուկայում ով կարող է նա լինել որպես աշխատակից, ապա նա պետք է լինի չնախաձեռնող, չհամագործակցող եւ կատարող, ում ասում են ինչպես գնալ A կետից B կետ։ Սուզաննա, խնդրեմ ձեր իրավիճակը։ Իմ իրավիճակը շարունակում է խնդիրը, որը որ քննարկվում է։ Ծնողները հաճախ թույլ չեն տալիս երեխաներին որևէ առաջադրանքի կատարման համար ծախսել այնքան ժամանակ կամ գործածել այնքան ջանք, որքան անհրաժեշտ է երեխային։ Ավելի հաճախ ծնողներն իրենք են արագ-արագ ավարտին հասնում երեխայի կիսատ արած աշխատանքը, մի բան, որը թույլ չի տալիս նրան տեսնել ջանքի ու արդյունքի միջև։ Կարծես թե հետևանք արդեն իսկ ասված է, որ երեխան չի հասկանում, որ սովորելու ու ինչ-որ մի բանում հաջողելու հմտության հենց ձևավորումը, հենց այդ անհարմարության, լարվածության, ինչ-որ չափի անզորության զգացողությունն է, որի հաղթահարելով միայն դու կարողանում ես ինչ-որ մի հմտություն ու գիտելիք ձեռք բերես։ Հետևանքը սրա երկու բանն է, առաջինը երեխան լավ չի կարողանում ինքնաճանաչման process-ով անցնել, ինքը չի կարողանում հասկանալ ինչն է իրան հեշտ տրվում, դժվար տրվում ու չունի նաև երկրորդ ավելի ցավալին, որ վստահություն, որ ինքը կարա հաղթահարի այդ զգացողությունը, այսինքն եթե մի անգամ չստացվեց, չի նշանակում, որ դա վերջնական, ուրեմն ինքը չի կարողանում դա անել։ Ուղղակի պիտի այնքան անի, մինչև որ կստացվի։ Մենք համ իրանց փոխարեն սաղ խնդիրները լուծում ենք, համ ինչ-որ մի բան ասում ենք գնա ինքնուրույն ինքնավստահ հաջողված մարդ դարձի, բայց ինչպես կարող է դառնալ, եթե մենք ինքներս այդ միջավայրը չենք ստեղծում։ Ինքս որպես աշխատող երիտասարդ ծնող ինձ հաճախ բռնացնում եմ սրա վրա, բայց անընդհատ որ գիտակցում ես, որ գայթակղություն ունես արագ հարցը լուծելու, պետքա քեզ մի ձև զսպես, գոնե այդ մտածելակերպ ունենալու անդադ փորձեն հնարավորինս խուսափել հնարավորինս այդ միջավայրը նույնիսկ չհաջողելու միջավայրը, ինչից չգիտես, ինչից ծնողները հավանաբար վախենում են ստեղծել երեխայի համար։ Այո, անենք արագ վերջացնենք, հետեւաբար դիրքորոշում է ձևավորվում երեխայի մոտ, որ կարևորը անել եւ վերջացնել։ Եվ իդեպ ծնողավարության մեջ շատ կարևոր վրիպում ենք ունենում հաճախ, որ ծնողը մի սպասում է այդ վերջնարդյունքին։ Մինչդեռ մենք գիտենք, որ երջանկության զգացումը, ինքնաբավության զգացումը հենց process-ի մեջ է դրսևորվում։ Այս օրինակի մեջ տեսնում ենք, որ առավել կարևոր է համարվում վերջնարդյունքը, քան ընթացքը կամ որակը։ Շատ լավ, Էլզային էլ լսենք։ Երբ ծնողները երեխային շրջապատում են գերհոգատարությամբ, գերխնամքով եւ ինչը իր հերթին դժվարացնում է աշխատանքի պահանջներին հարմարվելու գործընթացը, իրականում այո, ծնողները շտապում են երեխային ազատել, տարբեր հոգսերից, խնդիրներից, շտապում են երեխայի փոխարեն լուծել առաջացած տարբեր խնդիրները, լինի դա մանկապարտեզում, հետո դպրոցում եւ արդյունքում զրկում են երեխային ինքնուրույնությունից եւ սեփական սխալներ գործելու հնարավորությունից, որովհետեւ իրականում սխալ գործելը դա օգտակար է։ Այսինքն շատ ծնողների ականջին դա կարող է շատ սուր հնչել,
բայց իրականում սխալվելը օգտակար է երեխայի համար, որովհետև դա պրոգրեսի անխուսափելի արդյունքն է։ Ինչքան երեխան շատ սխալվի, այդքան ինքը շատ կսովորի, որովհետև իրականում ուրիշի սխալների վրա չեն սովորում։ Սովորաբար այս գերհոգատարության պարագայում մեծացող երեխան ճկուն չէ եւ նա չի կարողանում ստեղծել սոցիալական կապեր, չի կարողանում արդյունավետ հաղորդակցման հմտություններին տիրապետել, որովհետեւ ի սկզբանե բոլոր հարցերը ծնողները փորձում են իրենցով լուծել եւ չի ձևավորվում սոցիալական փորձառություն։ Սոցիալական փորձառության պակասի արդյունքում, երբ որ երեխան դառնում է որոշակի տարիքի, դեռահաս կամ մեծահասակ եւ հայտնվում է աշխատաշուկայում, բնականաբար էլի դա նույն երեխան է, ով արդեն ավելի մեծ է, բայց շատ սահմանափակ սոցիալական փորձառությամբ եւ պրոբլեմային իրավիճակներում նա փորձում է գտնել այն մեկին, ով որ կարող է այդ պրոբլեմը լուծել եւ բնականաբար, երբ որ այդ մեկը չի հայտնվում իր կողքին, նա փորձում է լուծումը գտնել աշխատանքը թողելով, մեկ այլ աշխատանք փնտրելով, բայց մենք տեսնում ենք, որ դրա ակունքները շատ ավելի հին կարող են լինել։ Այս մտածողությունը եւ այս ընկալումները խնդրի լուծման, բնականաբար դրանք տանում են կարճաժամկետ խնդրի լուծման, բայց իրականում խնդիրը երեխայի հմտությունների եւ կարողությունների ներսում է, որը պետք է զարգացնել, օգնել, որպեսզի նա ճկունանա եւ ձևավորի սոցիալական փորձ, հետեւաբար դա կարողանա յուրացնել սոցիալական փոխհարաբերություններում։ Շատ լավ, եւս մեկ իրավիճակ ունենք, լսենք եւ քննարկենք։ Ծնողները չեն կարողանում սահմանափակել կամ վերահսկել երեխայի սոցցանցերում անցկացրած ժամանակը կամ անտեսում են նրա վարքն առցանց։ Դա կարող է բերել ֆիզիկական եւ մտավոր հոգնածության։ Երբեմն էլ ծնողները թույլ են տալիս երեխային մոռանալ իրական կապերի կարեւորությունը, փոխարինելով դրանք թվային աշխարհով։ Բավականին մեծ քանակությամբ միֆեր կան սոցցանցերում նույն աշխատանքի վերաբերյալ, որը կտրում է երիտասարդներին, դեռահասներին իրականությունից, այսինքն իրական աշխարհից, ռեալ աշխարհից ինչպես կարելի է գումար աշխատել եւ կամ բազմաթիվ վտանգավոր միջավայրեր, որոնք կարող են կլանել այդ երիտասարդին, դեռահասին եւ արագ փող աշխատելու մոլուցքը կարող է թույլ չտալ, որ նույնիսկ դեռահասը կամ երիտասարդը լսի ծնողներին, նրանց խորհուրդը կարողանա տարբերակել իրականությունը միֆից եւ այս առումով ընկնել վտանգավոր ինչ-որ ձեռնարկների մեջ։ Այսօր շատ է պրոպագանդվում արագ փող աշխատելը, արագ եւ հեշտ, հա։ Մենք տեսնում ենք, որ մարդիկ նույնիսկ կարող են, չգիտեմ, 1-2 տեսանյութ անել իրենց տանը, ինչ որ մի բան էփել կամ իրենց բակից խոսել, առավոտ արտանալ խոսալ, ցերեկը խոսել, այդտեղ երբ որ միայն հաջողված պատմությունների մասին է խոսվում, այլ ձախողման մասին սովորաբար առցանց միջավայրում չի խոսվում։ Շատ հեշտ է, այսպես ասած, թակարդը գցել երիտասարդներին ու դեռահասներին, դրա համար կարծում եմ, որ այստեղ ուղղորդումը, որտեղ վերահսկել, սահմանափակել արգելքները միշտ ավելի վատ են ընկալվում, քան խորհուրդը, ուղղորդումը, խիստ կարևոր է, որպեսզի այս թակարդերի մեջ իրենք չընկնեն։ Եթե ընտանիքում կա կոնկրետ արժեհամակարգ, որը որ մոդելավորվում է առօրյայում, խաղարկվում է, բնականաբար այսպես թե այնպես երեխայի համար այդ արժեքը դա յուրացվում է, այսինքն ինչն է կարևորվում ընտանիքում գումար աշխատելը ուղղակի որպես գումար, թե այդ գումար աշխատելու գործընթացում ունենալ նաև բավարարվածության զգացում, սիրելի աշխատանք անելու շրջանակում եւ հետո ինչ ենք մենք առաջարկում այլ ընտրանքային, այսինքն մենք վերահսկում ենք երեխայի զբաղվածությունը կամ կախվածությունը համացանցում, բայց մենք ունենք արդյոք ալտերնատիվ ինչ-որ բան, որով մենք կարող ենք երեխային խրախուսել, գայթակղել եւ այլն։ Եվ ինչպիսի շեշտեր ենք մենք դնում։ Եթե ընտանիքը խրախուսում է երեխայի այս ճանապարհով գումար աշխատելը կամ, չգիտեմ, քանի լայքի արդյունքում քանի դոլար վաստակելը, որովհետև հիմա այդպիսի բաներ կան եւ ծնողները ոգևորվում են, միմյանց պատմում են, պարզվում է, որ դա անուղղակի խրախուսանք է երեխայի մեծ համար անընդունելի եւ ոչ ցանկալի վարքագծին։ Դրա համար հորդորս հետեւյալն է, որպեսզի մենք ծնողներս կարողանանք մոդելավորել այն կարևոր արժեքները, սեր աշխատանքի հանդեպ, պատասխանատվության զգացում աշխատանքի հանդեպ եւ իրականում դրանք միայն տեսականորեն խոսքեր չեն, որովհետեւ մոդելավորվում է այն, ինչ որ երեխան տեսնում է իր առօրյայում, ինչպես է ծնողը ինքը վերաբերվում աշխատանքին, արդյոք ծնողը անպատե առիթներով բացակայում է, խուսափում է, գլուխ է պահում եւ այլն, եւ ես կարծում եմ դրանք հենց ամենակարևոր գործուն
միգուցե անուղղակիորեն, բայց գործուն ազդեցություններն են երեխայի աշխատանքի հանդեպ վերաբերմունքի եւ երեխայի կայացման վրա որպես ապագա աշխատակից աշխատող։ Սա արժեքների տեսանկյունից շատ շնորհակալ եմ Թագուհուն սա բարձրաձայնելու համար, որովհետեւ ամեն մարդ ով ունի ֆունկցիա եւ կարող է բարիք ստեղծել, ստեղծում է, աշխատում է եւ երբ որ երեխային բացատրում ես, որ քո աշխատանքով դու ոչ միայն գումար ես վաստակում, այլ դու որոշակի բարիք ես ստեղծում մեկ այլ խմբի մարդկանց, քո տան, քո երկրի, քո բակի, հարևանների եւ այլնի համար, նյութական եւ ոչ նյութական, այո, խիստ մոտիվացնում ես մարդուն։ Եվ եթե մարդ ասում է, ես չեմ աշխատում, որտեվ չեմ ուզում, միգուցե ինքը այս բարիք ստեղծելու ֆունկցիան չունի եւ սրա շուրջ պետք է մտածի։ Դրա համար վաղ տարիքից երեխային իսկապես տալ այդ արժեքը խիստ կարեւոր է։ Կարծում եմ հրաշալի քննարկում ստացվեց։ Շնորհակալ եմ Թագուհի, որ միացաք մեզ եւ օգնեցիք այս բարդ իրավիճակները վերլուծել, հասկանալ եւ կողմնորոշվել, թե ինչ գործնական քայլեր կարող ենք անել մենք որպես ծնողներ։ Շնորհակալ եմ։ Թեման կշարունակենք երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային փորձագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու դոցենտ Դավիթ Թումասյանի հետ։ Բարև ձեզ Դավիթ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, որ այսօր կրկին ծնողական ժողովում եք։ Շատ հաճախ երեխաները մուտք գործելով, երիտասարդները մուտք գործելով աշխատաշուկա, այդքան էլ տեղյակ չեն իրենց իրավունքներից եւ հիմա պատահի առիթն է բարձրաձայնելու։ Յուրաքանչյուր երեխա ունի աշխատանքի իրավունք։ Եվ երբ որ մենք ասում ենք, որ այդ իրավունքը յուրաքանչյուր երեխային է, նշանակում է 0-ից սկսած երեխաները ունեն աշխատանք կատարելու հնարավորություն որոշակի սահմանափակումներով։ Իհարկե երեխան չի կարող կատարել ցանկացած աշխատանք։ Եվ ինչպես միջազգային օրենսդրությունը, այնպես էլ մեր աշխատանքային օրենսգիրքը նախատեսում է սահմանափակումներ։ Օրինակ հատուկ գոյություն ունեն երեխայի համար արգելված աշխատանքներ, որոնք որ միջազգայինորեն կոչվում են երեխայի աշխատանքի վատթարագույն ձևեր, որտեղ որ բոլոր դեպքերում երեխայի ներգրավումը արգելված է։ Դա այն աշխատանքն է, որը իր բնույթով կարող է վտանգ ներկայացնել երեխայի կյանքի, առողջության, անվտանգության համար, կամ որը իր մեջ պարունակում է հակաիրավական որոշակի վարքագիծ։ Օրինակ Հայաստանի Հանրապետությունում մենք ունենք 2005 թվականին ընդունված կառավարության որոշում, որը հստակ նախատեսում է, թե աշխատանքի որ ձևերը կոնկրետ ինչ չափորոշիչների առկայության դեպքում արգելված են երեխայի համար։ Մասնավորապես որևիցե մեկի համար գաղտնիք չէ, որ երեխան կարող է զբաղվել անասնապահությամբ, եւ գյուղական վայրերում դա շատ տարածված պրակտիկա է, բայց կոնկրետ այդ կառավարության որոշումը հստակ ամրագրում է, որ երեխան իրավունք չունի եւ չի կարող ներգրավել այնպիսի աշխատանքում, որտեղ որ շփվելու է որևիցե վարակիչ հիվանդությամբ հիվանդ կենդանու հետ եւ խնամի այդ կենդանուն, եթե այդ հիվանդությունը կարող է փոխանցվել մարդուն։ Օրինակ սիբիրախտի, բրուցելոզի կամ այլ հիվանդությունների դեպքում երեխան չպետք է այդ աշխատանքը կատարի, մնացածում ինքը կարող է։ Քաղաքային միջավայրի օրինակներն էլ արգելված ոլորտներ թվարկենք, խնդրում։ Ունենք օրինակ բարձր եւ ցածր ջերմաստիճանի պայմաններ, ունենք աշխատանքի տարանջատում ելնելով տևողությունից, թե քանի ժամ պետք է այդ աշխատանքը իրականացվի եւ ինչ քանակությամբ բեռ կարող է փոխադրել երեխան։ Կան իհարկե աշխատանքներ, որոնք տոտալ արգելված են, անկախ միջավայրից, օրինակ երբեք չի կարելի ներգրավել գիշերային ժամերին, արտաժամյա աշխատանքների արգելված է ներգրավել, չի կարող աշխատել տոն, հանգստյան օրերին, բացառությամբ եթե խոսքը գնում է մարզական սպորտային որոշակի նման միջոցառումների իրականացման մասին։ Կարծում եմ նաև դասերի, դասապրոցեսի կազմակերպման ժամերին։ Այո, բոլոր դեպքերում դա կարող է իրականացվել միայն կրթական իրավունքը պահպանելուց հետո։ Մի փոքր գանք ձեր մասնագիտական փորձին, արդյոք հաճախ եք նկատում, որ մեր երկրում խախտվում են անչափահասի կամ երիտասարդի աշխատանքային իրավունքները, եթե այո, ապա հատկապես որ ոլորտներում են նկատվում այդ խախտումներն ու ինչու, փորձենք նաև բացատրել։ Աշխատանքային ոլորտում կարող ենք հանդիպել ուղղակի աշխատանքային իրավունքի որևէ նորմի խախտում եւ կարող ենք ունենալ ընդհանուր հարկադիր աշխատանք։ Ցավոք սրտի բոլոր այդ դրսևորումները եղել են Հայաստանում եւ կան, եւ երեխաները բավականին խոցելի են այդ առումով։ Օրինակ տարածված դեպքերից մեկը դա առանց աշխատանքային պայմանագիր աշխատող պահելն է։ Եվ ունեցել ենք նաև ծայրահեղ դրսևորումներ, երբ որ երեխան շատ վատ պայմաններում ստիպված է եղել ծանր աշխատանք կատարել իր ծնողի պարտքի դիմաց եւ գործատուն անգամ թույլ չէր տալիս որպեսզի ինքը դուրս գալ այդ միջավայրից, որը արդեն որակվել էր որպես հանցագործություն եւ երեխայի այդ շահագործման համար ինքը ենթարկվեց պատասխանատվության։ Եթե մենք անմիջական կապ չունենալով որևէ երեխայի հետ
որպես կողմնակի անձ նկատում ենք, որ նա աշխատում է վատ պայմաններում, իրականացնում է աշխատանք, որը չի համապատասխանում իր տարիքին, իր ֆիզիկական հնարավորություններին եւ կան ակնհայտ խախտումներ այն կետերի, որ դուք արդեն նշեցիք, արդյոք մենք ունենք իրավունք եւ պարտավորություն հայտնելու դրա մասին պատկան մարմիններին, եթե այո, ապա ովքեր են այդ պատկան մարմինները։ Ամենաճիշտ տարբերակը առաջինը դա տեսածայնագրելն է։ Այսինքն մի հատ ֆիքսել այն փաստը, թե ինչ է տեղի ունենում, օրինակ երեխան վերցնում է շատ ծանր ինչ-որ տոպրակներ կամ ինչ-որ պարկեր, տեղափոխում է, ծանր աշխատանք է կատարում։ Դա ֆիքսելուց հետո կա երկու հնարավոր տարբերակ այդ տեղեկատվությունը փոխանցելու։ Կամ խնամակալության հոգաբարձության մարմիններին, որոնք որ հետագա ընթացքը կկազմակերպեն, կամ համապատասխանաբար աշխատանքի եւ առողջապահության տեսչական մարմնին։ Եթե այդ մարմինները իրենց հերթին տեսնեն, որ արկա է խախտում, իրենք կարող են վարչական տույժի ենթարկել նման խախտում թույլ տված գործատուին։ Իսկ եթե իրանք տեսնում են, որ արկա է համապատասխան որևիցե հանցակազմի տար, իրանք տեղեկատվությունը փոխանցում են ներքին գործերի նախարարության ոստիկանություն կամ քննչական կոմիտե, որտեղ որ վարույթի շրջանակներում դա իրականացվում է։ Ինչու ես ասացի, որ առաջին գործոնը ամենակարևոր դա այդ փաստը ֆիքսելն է, որովհետև մենք ունենում ենք հետևյալ ցուցմունքները հետագայում եկել էր մամային էր օգնում, պապային էր օգնում, սա ընդհանրապես միանվագ գործողություն էր, այո, իր ցանկությամբ էր, մենք չենք հարկադրել, ոչ մի միջամտություն չի եղել եւ ինքը առհասարակ աշխատող չէ։ Բայց մենք ունենք նաեւ հաջողված փորձեր, երբ որ անձը իր պատուհանի պատշգամբից ամեն օր դուրս էր գալիս, նույն ժամին տեսնում էր ոնց էր այդ երեխան բեռնակրի աշխատանք կատարում, իր ծանր աշխատանք, մի քանի օր անընդմեջ ֆիքսելուց հետո ինքը դիմել էր պատկան մարմիններին եւ դեպքը բացահայտվել էր։ Շնորհակալ եմ, որ այսօր միացաք ծնողական ժողովին, ձեր մասնագիտական պարզաբանումները շատ կարևոր էին։ Ձեզ շնորհակալություն։ Սիրելի ծնողներ, խոսեցինք անչափահասների աշխատելու դրական ու բացասական կողմերի մասին եւ որպես մեր քննարկման, մեր հանդիպման ամփոփում ուզում եմ դուրս բերենք կարևոր ուղերձները, որոնց ականջալուր կլինեն ինչպես ծնողները, այնպես էլ երեխաները։ Խնդրեմ Լիլիթ, ձեզ հետ սկսենք։ Շատ կարևոր է, որ ընտանիքում երեխաների մեջ սերմանվի սեր եւ հարգանք աշխատանքի արժեքի հանդեպ։ Ծնողները կարողանան երեխաների համար դինել կարևոր խորհրդատուներ, առաջին խորհրդատուները եւ ուղղորդողները եւ այդ ճանապարհին ոչ թե ընկնեն երեխայի ճանապարհի մեջ, այլ ուղղորդեն եւ ցույց տան ամեն մարդ ունի իր ճանապարհը եւ շատ կարեւոր է, որ այդ ճանապարհը հարթելիս թույլ տան, որ անհատը ձևավորվի, դառնա համարձակ, ճկուն եւ անկախ։ Շատ կարևոր է ինքնուրույնությունը զարգացնել ի սկզբանե, այսինքն երբ որ 1 տարեկանում երեխան փորձում է ինքնուրույն ապուրիկ թալը բռնել եւ ուտել, ծնողը առաջ չընկնի եւ թողնի, որ երեխան ինքնուրույն ուտի։ Երբ երեխան փորձում է առաջին անգամ ինքնուրույն հագնվել, դա էլ է պետք խրախուսել եւ այդպես շարունակ, որ երեխան զգա ինքնուրույնության հաճույքը, բերկրանքը եւ այդպես ինքնուրույն եւ ինքնավստահ եւ անշուշտ ծնողների աջակցությամբ մտնի մեծահասակի կյանք, սկզբից կամավորական, հետո արդեն համապարփակ աշխատանքային ուղին շարունակի։ Ինձ թվում է, որ բացի թողնել ինքնուրույն հագնվելուց, նաև պետքա թողնես, որ ինքը այդ ինքնուրույն հագնվածով շարժվի, դուրս գա, որ հասկանա ամեն ինչ նորմալ է, ինչ որ բան հո իրան չի նեղում։ Ու դա նաև հետագայում աշխատանքի վրա է ազդելու։ Ես խորհուրդ չէի տա շտապեցնել աշխատանքի առումով, բայց կամավորական աշխատանքի առումով կշտապեցնեի, հնարավորինս շատ հնարավորություն ստեղծել, որ իրենք ինքնուրույն ընտրեն որտեղ կուզենային կամավորություն անեին, կամ փոքր սիմվոլիկ աշխատավարձով աշխատանք, որ սովորեն առաջին հերթին, եւ այդ ինքնուրույնությունն ու ինքնավստահությունն ու ինքնաբացահայտումը ավելի գրագետ ու ապահով միջավայրում անեն, հետո արդեն ավելի ուշ տարիքում կհասցնեն մասնագիտական աշխատանք իրականացնեն ավելի խորքային, բայց առաջին հերթին չվախենալն է ծնողի տեսակետից, որովհետև շատ դժվար է այդ ինքդ քեզ հաղթահարես, բաց թողես երեխային, որ ինքը այդ ռիսկին դիմի։ Ի հավելումն ասվածի ես էլ մի բան ունեմ, երեխայի հետ խոսել իհարկե իր իրավունքների ու պարտականությունների մասին եւ որպես չափահաս, որպես ծնող մենք առաջին հերթին պետք է իմանանք մեր երեխայի իրավունքները, չանտեսենք չարաշահումները, եթե դրանք վերաբերում են մեր երեխային կամ մեկ այլ երեխայի, որովհետեւ իհարկե
երեխան աշխատաշուկա մուտք գործելով կարող է որոշակի ռիսկերի կենտրոնում հայտնվել, եթե մենք օգնենք նրան զերծ մնալ այդ ռիսկերից, կարծում եմ սա է լավագույն ուղին ու լավագույն ճանապարհը։ Անչափ շնորհակալ եմ, որ այսօր ծնողական ժողովում էիք, լավ քննարկում ստացվեց ու ամենակարևորը օգտակար։ Շնորհակալ եմ։ Իսկ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ ծնողական ժողովում։ Դիտեք Առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք Առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։